Պարոն Աբրահամյան, Աշոտ Նավասարդյանի մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադիր այր պետական քաղաքական գործիչ։ Այսօր ավել քան երբևէ Աշոտ Նավասարդյանի նրա գաղափարակից ընկերների դերնշանակությունը շատ ավելի մեծ է, հատկապես որ անկախության գաղափարը, անկախություն հասկացությունը առհասարակ իշխանությունը ամեն ինչ անում է արժազրկելու համար։ Ավելի կոնկրետ իշխանությունը փորձում է անկախությունը, պետականությունը լրիվ այլ համատեքստում կարևորել կամ արժևորել, որը որևէ առնչություն չունի դրա իրական արժեհամակարգային իմաստի եւ այն նշանակության հետ, որը ի սկզբանե եղել է երրորդ հանրապետության հիմնադրումից ի վեր, եւ երբ որ իրադարձությունը նայում ես 3-4 տասնամյակի կտրվածքով, ապա այն պայքարը, որը եղել է անկախության հիմքում 80-ականների վերջից սկսած, նաև բանակի հիմնադրմամբ, անկախության, պետականության ամրապնդմամբ այսօր առավել քան երբևէ շատ ավելի մեծ արժեք եւ նշանակություն է ստանում։ Հատկապես այն համատեքստում, որ դրված է, հիմնադրված է, այնքան ամուր է եղել, որ այս իշխանության այս 8 տարիներին իրականացրած քայքայիչ գործողությունների նույնիսկ հետևանքով դեռևս պահում եւ պահպանում է իր նշանակությունը։ Աշոտ Նավասարդյանը մեծ տեղ էր տալիս ազգայինին, ասելով, որ եթե օրինակ անկախ ես, բայց ազգային չես, դա այսպես ասած լավ չի։ Այսօր ազգայինը որքանով է պահպանվում Հայաստանում։ Հատկապես մեր նման փոքր երկրների համար, երկրի, որը անդրաշրջապակված է իր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներով ազգային գաղափարախոսությունը բնականաբար շատ ավելի դեր նշանակություն ունի։ Այս դեպքում ազգապահպանման տեսանկյունից մշակույթ, կրոն, արժեքներ, որոնք հազարամյակներով պահել են եւ բերել են հասել են որևէ հանգրվանի եւ այս տեսանկյունից պատահական չէ, որ դեռևս անկախությունից առաջ, երբ որ շատերը դեռ չգիտեին մեր համար ազգային նաև մեծ թվով հարցերի մասին, Արցախի մասին, հայոց ցեղասպանության մասին, կային մարդիկ, որոնք դրա համար պայքարում էին նաև ընդհատակյա։ Նույն Աշոտ Նավասարդյանը եղել է նաև սովետական շրջանում դեռևս ազգային միացյալ կուսակցության խորհրդի անդամ եղել, հանրապետականի շատ հիմնադիր անձինք այն ժամանակ եղել է նաև Անդրանիկ Մարգարյանը, նաև կուսակցության ղեկավարը եղել, Ռազմիկ Զորաբյանն է եղել, կուսակցության նաև փոխնախագահ եղել ժամանակին, մարդիկ են, որոնք նույնիսկ սովետական շրջանում են ազգայինի եւ ազգային գաղափարախոսության համար պայքարել եւ անկախության շարժման տարիներից ի վեր այդ պայքարը նոր ձևով է ընթացել եւ բերել է Հայաստանի երրորդ հանրապետության նաև հիմնադրմանը։ Պարոն Աբրահամյան, արդյոք ՀԿ-ն պահպանեց այն, ինչը ստեղծվեց Աշոտ Նավասարդյանի կողմից, այն արժեքները, որոնք որ կային, որովհետև գիտեք, բազմաթիվ մեղադրանքներ են եղել նաև հանրապետականին, որ իր շուրջը համախմբել է մարդկանց, որոնք չեն կրել այդ արժեքները, եւ մենք տեսանք նաև 18 թվականից հետո, թե ինչպես է ՀՀԿ-ի շնորհիվ որոշակի բաների հասած մարդիկ ինչ արագորեն հիմա ընդունված այդ բառը ասել փախան ՀՀԿ-ի։ Իշխանությունը նման իրավիճակներում, երբ որ մարդիկ անխուսափել է նաև պատեհապաշտների, մարդկանց, որոնք նաև գաղափարազուրկ են, մոտ են գտնվում իշխանական եւ իշխանական շրջանակներին եւ այդ դեպքում նաև եզակի դրսևորում չի եղել նաև հանրապետականի իշխանության տարիները, բայց երբ որ հետս նայում տեսնում ես թե ովքեր են անցել հանրապետականում, առանցքային դեմքերը, կարևոր նաև Հայաստանի Հանրապետության համար նշանակություն ունեցող անձինք, ապա կտեսնեք, որ պետականության հետ առնչվող հիմնական ինստիտուտների, այդ թվում նաև զինված ուժերի կազմավորման, դրա ամրապնդման եւ կայացման process-ում կրկին բավականին մեծ դերակատարություն ունեցել հանրապետականի տարբեր գործիչներ, սկսած Աշոտ Նավասարդյանով, Վազգեն Սարգսյանով, Անդրանիկ Մարգարյանով, Սերժ Սարգսյանով, որպես այս պահին նաև գործող կուսակցության ղեկավար, եւ անկախ այն հանգամանքից, թե տարբեր տասնամյակների ընթացքում ներքաղաքական ինչ հորձանուտով է անցել Հայաստանի Հանրապետությունը, հանրապետականը մշտապես փորձել է այն մոտեցումները, որոնք դրված են եղել նրա հիմնադիր հայրերի սկզբունքներով
միշտ էլ փորձարե պահպանել։ Այսօր էլ հանրապետականի պայքարի հիմքում այդ մոտեցումներն են, եւ եթե մենք այդ մոտեցումներով չշարժվենք, Հայաստանի Հանրապետության անկումը անխուսափել է լինելու։ Անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պահին իշխանության, ազգային գաղափարախոսությունը եւ այն սկզբունքները, որոնք դրած են դրա հիմքում, պետք է լինեն գերակա եւ առաջնորդեն ցանկացած կառավարություն։